Բարև ձեզ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սիրում է կրկնել, որ այսպես կոչված իրական Հայաստանի տարածքը 29743 քառակուսի կիլոմետր է, բայց 1991 թվականի անկախությունից ի վեր մեր երկրի սուվերեն ինքնիշխան տարածքը, որը փաստացի վերահսկվում է Հայաստանի Հանրապետության կողմից, երբեք այնքան փոքր չի եղել, որքան Փաշինյանի օրոք է։ Եթե մի կողմ թողնենք Արցախի կորուստը, որի անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն էր, որի ներկա ղեկավարությունը տարբեր պատրվակներով փորձում է արդարացնել Արցախի հանձնումը, ապա Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի մի մասի կորուստը այլոց վրա բարթել չի ստացվել։ Փաշինյանի կառավարությունն է Հայաստանի տարածքի պաշտպանության թիվ 1 պատասխանատուն, հետևաբար եւ կորստի թիվ 1 մեղավորը։ 2021-ի մայիսին ու նոյեմբերին եւ հատկապես 2022-ի սեպտեմբերին ադրբեջանական ուժերը տարածքներ են գրավել Սյունիքում, Վայոց ձորում ու Գեղարքունիքում։ Մեփֆակտ հաղորդման շրջանակներում մանրամասներով ցույց կտանք, թե որքան տարածք են գրավել ադրբեջանցիները։ Մինչ այդ կարող եք բաժանորդագրվել հետքի YouTube-յան ալիքին, հավանել եւ տարածել այս տեսանյութը։ Այս հաղորդման մեջ կանդրադառնանք Գեղարքունիքին։ Այս մարզում Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք 2021-2022 թվականներին Ադրբեջանն օկուպացրել է 65 քառակուսի կիլոմետր տարածք։ Օկուպացիայի հիմնական մասը տեղի ունեցել 2022-ի սեպտեմբերին, երբ ռազմատեխնիկայի ներգրավմամբ Ադրբեջանը լայնածավալ գրոհ սկսեց Հայաստանի սահմանի երկայնքով Վարդենիսի հատվածից մինչև Կապան, Ծավ ու Ներքին Հանդ։ Հակառակորդը գրավեց նաև հայկական դիրքերի մի մասը, որոնք մինչ այդ գտնվում էին բարենպաստ բնագծերում, մասնավորապես սարերի գագաթներին։ Եվ հիմա կարելի է տեսնել, որ օրինակ Սևանի ու Արևելյան Սևանի լեռնաշղթաների մի զգալի հատվածում հակառակորդը գրավել է գերիշխող բարձունքները, իսկ հայկական ուժերը տեղակայվել են դրանցից ավելի ցածր, լանջերին կամ ստորոտում։ Գերիշխող դիրքեր զբաղեցնելը կարևոր է նրանով, որ այդպես կարելի է վերահսկել հակառակորդի, տվյալ դեպքում հայկական բանակի տեղաշարժը առաջնագծում, դիտարկել թիկունքը, բնակչության եւ զորքերի շարժը։ Բնականաբար սա լուրջ անվտանգային մարտահրավեր է մեր երկրի եւ բնակչության համար։ Տարածքները կորցնելուց հետո Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, թե Հայաստանը չի պատրաստվում դրանք վերադարձնել զենքի ուժով։ Ըստ նրա, դա պետք է տեղի ունենա սահմանազատման ու սահմանագծման միջոցով։ Հայաստանի Հանրապետության 29743 քառակուսի կիլոմետր տարածքը մեզ համար ընդհանրապես սակարկության ենթակա չէ։ Բայց մյուս կողմից մենք այսօր եւ վաղը եւ մյուս օրը ընդհանրապես խնդիր չենք դնում այդ տարածքները ռազմական ճանապարհով այդ տարածքների նկատմամբ մեր ինքնիշխանությունը վերականգնել։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումը կամ դելիմիտացիան սկսվել է 2024 թվականի գարնանը, երբ Հայաստանն Ադրբեջանին է վերադարձրել նախկին խորհրդային վարչական սահմանների համաձայն Ադրբեջանին պատկանած 4 գյուղի տարածք։ Փոխարենը գրեթե ոչինչ չի ստացել։ Բանն այն է, որ ադրբեջանցիները ընդամենը 1 մարտական դիրք են հետ քաշել, սակայն այն տեղափոխել են 350 մետր հեռու, կրկին Հայաստանի սուվերեն տարածքում։ Այս գործընթացը տեղի ունեցել Ադրբեջանի ճնշման ներքո եւ փաստացի զիջում է եղել Հայաստանի կողմից, քանի որ 2024-ի գարնանը գոյություն չուներ այն իրավական հիմքը, որով պետք է սահմանազատում իրականացվեր։ Սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը ստորագրվել է անցյալ տարվա օգոստոսի 30-ին, իսկ Հայաստանի ազգային ժողովն այն վավերացրել է հոկտեմբերի 23-ին։ Դրանից անցել է 1 տարի, սակայն նոր փոփոխություններ սահմանին չեն եղել։ Ադրբեջանը 1 սանտիմետր էլ չի վերադարձրել Հայաստանին։ Այս տարվա հունվարի 16-ին Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ կողմերը պայմանավորվել են սահմանազատումը սկսել հյուսիսից, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան հատման կետից ու շարունակել դեպի հարավ, Իրանի հետ սահման։ Թե երբ կլինի գործնական տեղաշարժ, պարզ չէ, բայց հստակ է, որ Ադրբեջանն ունի իր օրակարգը։ Այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացում, Հայաստանի սահմանադրության փոփոխություն, 300,000 ադրբեջանցիների վերադարձ Հայաստանի տարածք եւ այլն։ Ադրբեջանի պաշտոնական հռետորաբանությունն ու վարքագիծը որևէ կերպ չի հուշում այն մասին, որ Բաքուն պատրաստ է խաղաղ ճանապարհով Հայաստանի վերադարձնել իր օկուպացրած տարածքները։ Վերադառնանք Գեղարքունիքին, որտեղ 2021-2022 թվականներին Ադրբեջանն օկուպացրել է 65 քառակուսի կիլոմետր տարածք։ Իրականում Ադրբեջանի վերահսկողության տակ ավելի մեծ տարածք կա Գեղարքունիքից։ Մասնավորապես Արցախյան առաջին պատերազմի տարիներից 1992-ի օգոստոսից հակառակորդի վերահսկողության տակ է Ճամբարակ համայնքի Արծվաշեն գյուղը։ Մեր այս էքսկլավի ընդհանուր մակերեսը 38 քառակուսի կիլոմետր է։ Սակայն այս հաղորդման մեջ անդրադառնալու ենք վերջին օկուպացիաներին, որոնք տեղի են ունեցել Փաշինյանի իշխանության օրոք։ Բայց նախ եկեք հասկանանք, թե ինչ է 65 քառակուսի կիլոմետրը։ Երևանում ապրողներն ավելի հեշտ կընկալեն այս թիվը, եթե ասենք, որ այն հավասար է Կենտրոն, Նորք-Մարաշ, Նոր-Նորք, Ավան, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր տարածքին։
65 քառակուսի կիլոմետրը միայն այն տարածքն է, որը գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության տակ, սակայն պետք է հաշվի առնել, որ Հայաստանը կորցրել է նաև մեր տարածքում ձևավորված չեզոք գոտին, միջդիրքային տարածքը, քանի որ այդ հողերը օգտագործելու որևէ հնարավորություն չկա։ Ադրբեջանական օկուպացիան հաշվարկել ենք հետևյալ մեթոդաբանությամբ։ Տեղորոշել ենք հակառակորդի առաջապահ դիրքերը մեր սուվերեն տարածքում, դրանք ուղիղ գծով միացրել ենք իրար, ապա այդ գիծը միացրել ենք Google Maps-ի ցուցադրած հայ-ադրբեջանական սահմանին։ Տեսնում եք այս դեղին հատվածը։ Դա օկուպացված գոտին է։ Այն դիրքերը, որոնք Google Maps-ի քարտեզի վրա չեն երևում, օրինակ սրանք, տեղորոշել ենք Planet հարթակի միջոցով, որը տրամադրում է ամենաթարմ տվյալներ։ Ադրբեջանական դիրքերը նշել են կապույտ, հայկականները կարմիր։ Կարող եք տեսնել նաև մանուշակագույն կետեր։ Դրանք այն սարերն ու գագաթներն են, որոնք գրավել է հակառակորդը։ Սրանք ռազմավարական նշանակության բարձունքներ են, որոնք ադրբեջանցիներին թույլ են տալիս վերահսկել ավելի ցածր նիշերում գտնվող հայկական դիրքերը եւ բնակավայրերը։ Մուգ կարմիրով նշված կետեր այն գագաթներն են, որոնք հայկական վերահսկողության տակ են։ Գեղարքունիքի մարզում կա 3 հատված, որտեղ 2021-2022 թվականներին ադրբեջանցիները ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք։ Կախակն կուտական ուղղությունը, օկուպացիայի ծավալը 6.5 քառակուսի կիլոմետր, Կութի հատվածը, օկուպացիայի ծավալը 9.08 քառակուսի կիլոմետր եւ Նորաբակ ներքին շորժա, վերին շորժա, Աղբրաձոր հատվածը, օկուպացիայի ծավալը 49.25 քառակուսի կիլոմետր։ Կախակն կուտական ուղղությամբ ադրբեջանցիները գրավել են Սևանի լեռնաշղթայի դիմահայաց, Երիշատ եւ Ցորնասար գագաթները, որոնք 2900-ից 3200 մետր բարձրություն ունեն։ Ընդ որում 1990-ականների սկզբից մինչև 2022-ի սեպտեմբեր այս գագաթները եղել են հայկական վերահսկողության տակ, սակայն ադրբեջանական լայնածավալ հարձակման ժամանակ անցել են ագրեսորին։ Նախկին հայկական դիրքերն էլ այժմ ծառայում են ադրբեջանցիներին։ Կախակն կուտական ուղղությամբ ադրբեջանցիները 2022-ին գրավել են նաև այս լեռնանցքը, որը գտնվում է 2568 մետր բարձրության վրա։ Լեռնանցքը Գեղարքունիքի մարզը կապում է Դաշքեսանի կամ պատմական Քարհատի շրջանին։ Կուտական գյուղից արևելք Գեղարքունիքի մարզի ծայրամասային հատվածում հայկական վերահսկողության տակ են Կանգվար եւ Ռմբասար գագաթները, որոնք ունեն 3200-ից 3300 մետր բարձրություն եւ գերիշխող դիրք։ Այս բարձունքները մեր ուժերի վերահսկողության տակ են դեռ 1990-ականներից։ Սրանցից ավելի հարավ Տիգրանասար բարձունքն է, որը կիսված է երկու կողմերի միջև։ Տիգրանասարից հարավ Սոտքի ոսկու հանքավայրն է, որը 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Խարվաճառը հանձնվեց Ադրբեջանին, կիսվել է երկու մասի։ Ադրբեջանցիները զավթել են նաև ժամանակին այստեղ կառուցված հողմակայանը։ Հանքի հարևանությամբ Սոտքի լեռնանցքն է եւ դրանով անցնող Վարդենի Սոտք-Խարվաճառ ճանապարհը, որը 2020 թվականից փակ է։ Տեսնում եք հայկական կողմի արգելափակոսները։ Այստեղ էլ ադրբեջանցիներն են փակել ճանապարհը։ Այս հատվածում ադրբեջանական մի դիրք եմ ուզում ցույց տալ, որը հայտնվել է 2022-ի աշնանային հարձակումից հետո։ Ընդ որում դրա անմիջական հարևանությամբ հայկական դիրք է եղել։ Հիմա էլ կա, բայց ադրբեջանցիները եկել ու նստել են հենց Բլրի գագաթին, ավելի բարենպաստ դիրքում, որը ըստ Google Maps-ի Հայաստանի տարածքն է։ Սոտքից հարավ Կութի օկուպացիոն հատվածն է։ Այստեղ ադրբեջանցիները դեռ 2021-ին գրավել են Արևելյան Սևանի լեռնաշղթայի Կատարաժայռ, Պատաղի Սար, Երեքքար եւ Երեկաթասար գագաթները, որոնց բարձրությունը 2600-ից 3000 մետր է։ Հայկական ուժերը դիրքավորվել են ավելի ցածր նիշերում։ Ավելի հարավ Նորաբակ Խարվաճառ ճանապարհն է, որը փակ է 2020-ից։ Տեսնում եք ճանապարհին հայտնված հայկական եւ ադրբեջանական դիրքերը։ 2021-2022 թվականներին ադրբեջանցիները մի քանի փուլերով մեծ առաջխաղացում են ունեցել Նորաբակից մինչև Աղբրաձոր։ Այս ուղղությամբ նրանք գրավել են Արևելյան Սևանի լեռնաշղթայի Մոխրասար, Կոտուրի լեռ, Թրասար, Ծարասար գագաթները, որոնց բարձրությունը 2900-ից 3400 մետր է։ Փաստորեն, ինչպես տեսնում եք, Ադրբեջանը զավթել է Արևելյան Սևանի լեռնաշղթայի մեծ մասը։ Իսկ հայկական բանակը գլխավորապես տեղակայվել է լեռնաշղթայի լանջերին կամ ստորոտում։ Աղբրաձորից հարավ եւ հարավ-արևմուտք մինչեւ Վայոց ձորի մարզի սահմանագից հայկական կողմը կորուստներ չունի։ Այստեղ մերոնց վերահսկողության տակ են Եղջերվենիք եւ Սանդուղտասար գագաթները, որոնց բարձրությունը 2900-ից 3450 մետր է։ Քարտեզի հեղումը կարող եք գտնել այս տեսանյութի նկարագրության մեջ։ Այն բաց է ուսումնասիրության համար։ Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմի անդամները Հայաստանի սուվերեն տարածքի ադրբեջանական օկուպացիայի մասով տարբեր թվեր են հնչեցրել։ Մոտ 200, ավելի քան 200, մոտ 250 քառակուսի կիլոմետր։ Ընդ որում նշել են, որ այս թվերը ներառում են 1990-ականներից առկա օկուպացիայի ծավալները։ Նման հայտարարությունները թույլ չեն տալիս հասկանալ, թե որքան տարածք է Ադրբեջանը օկուպացրել Հայաստանից 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։ Կրկնեմ,
Խոսքը ոչ թե Արցախի, այլ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի մասին է։ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը եւ նրանց թիմակիցները հայտարարում են, թե 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո այլևս խաղաղություն է հաստատվել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։ Չնայած փաստ է, որ նման փաստաթուղթ չի ստորագրվել եւ չի վավերացվել։ Ու չնայած խաղաղության նախաստորագրված համաձայնագրով ամրագրվել են սահմանազատման եւ սահմանագծման դրույթներ, այս մասով, ինչպես ասացինք, 2024-ի հոկտեմբերից ի վեր տեսանելի տեղաշարժ չկա։ Բայց քանի դեռ հայկական կողմը անդադ պնդում է հաստատված խաղաղության եւ դրա խնամքի կարեւորության մասին, Ադրբեջանի նախագահն իր ենթակաների հետ շարունակում է հայկական հռետորաբանությունն ու պարբերաբար կրկնում իրենց պահանջները։ Այնինչ խաղաղությունը միակողմանի գործընթաց չէ եւ չի կարող հաստատվել միակողմանի զիջումների հաշվին, ինչին այսօր ձգտում է Ադրբեջանը։ Ալիևի այս ռազմավարությանը Փաշինյանի թիմը խուսափում է համարժեք արձագանք տալ, ինչն ավելի է ոգևորում ագրեսորին։ Ադրբեջանական օկուպացիան ուղիղ սպառնալիք է ոչ միայն սահմանամերձ հայկական բնակավայրերի, այլև ամբողջ Հայաստանի անվտանգությանը։ Սրա հերկումը հայ պաշտոնյաների կողմից թե ինքնախաբեություն է, թե մանիպուլյացիա հանրության նկատմամբ։